Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Դու փորձում ես իրականություն դարձնել այն, ինչը միայն Աստված կարող է իրականացնել։ Ես Ջոյս Մայերն եմ եւ հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել քեզ բոլոր բնագավառներում։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու եւ վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար։ Ես իսկապես ուրախ եմ, որ դուք որոշել եք այս ժամանակն անցկացնել ինձ հետ, ուսումնասիրելով Աստծո խոսքը։ Ես հավատում եմ, որ այն մշտապես օգնում է մեզ ամեն անգամ, երբ լսում ենք, եւ մտածում եմ, որ դուք ունենալու եք ավելի լավ օր, որովհետեւ սկսում եք այն Աստծո խոսքով։ Այսօր ուզում եմ խոսել մի քանի միջոցների մասին, որոնցով կարող եք ավելացնել ձեր խաղաղությունը։ Իմ կյանքի 45-ից 50 տարին ես անցկացրել եմ գտնելով ինչ-որ բան, որը անհանգստացրել եւ վշտացրել է ինձ։ Ի վերջո ես այնքան ծարավեցի խաղաղության, որ պատրաստ էի անելու ամեն անհրաժեշտ բան այն ունենալու համար։ Իմ ամուսինը Դեյվը շատ խաղաղ էր եւ ես վերջապես հասկացա, որ եթե նա կարող է ունենալ այդպիսի խաղաղություն, ես նույնպես կարող եմ ունենալ։ Ես մեծացել եմ տանջանքի մթնոլորտում, հավանաբար շատերդ նույնպես մեծացել եք այդպիսի մթնոլորտում, խիստ խաթարված ընտանիք, մշտապես վիճաբանություններ, կռիվներ։ Իմ կյանքում խաղաղության այնպիսի պակաս կար, որ իրականում մտածում էի, որ միանգամայն բնական է այդպիսի խաթարված մթնոլորտը։ Ուստի ես համակերպվեցի դրան երկար ժամանակ, մինչև հասկացա, որ խաղաղությունը մի բան էր, որ Հիսուսը կտակեց մեզ նախքան մահանալը եւ երկրից հեռանալը։ Եվ ես պետք է օգտվեի այդ խաղաղությունն ունենալու հնարավորությունից։ Հետաքրքիր է ձեզնից քանիսն են այսօր վրդովված ինչ-որ բանից։ Դուք անհանգստացած եք ինչ-որ բանից։ Ինչ-որ բան գողանում է ձեր խաղաղությունը։ Գիտեք, խաղաղություն ունենալուց հետո ես հանգեցի այն մտքին, որ կյանքը այնքան էլ արժեք չունի, եթե չունես խաղաղություն։ Նկատի ունեմ իրականում ինչ ենք ցանկանում կյանքում, բացի խաղաղությունից, ուրախությունից եւ մեր օրերը վայելելուց։ Գիտեք, ամեն օր կա ինչ-որ բան, որի համար կարելի է անհանգստանալ, եթե ցանկանաս։ Եվ երբեմն շատ բաներ, ես միշտ ասում եմ, բոլոր փոթորիկները չեն կանխատեսվում։ Ինչ-որ օրեր մենք արթնանում ենք մտածելով, որ հրաշալի օր է լինելու, սակայն այդպես չի լինում, գուցե ձեզ համար այսօր այդպիսի օր է։ Բայց գիտեք ինչ, Աստծո խոսքը եւ ձեր որոշումը կարող են հանդարտեցնել ձեզ։ Խաղաղությունը հնարավոր է։ Խաղաղությունը սահմանվել է որպես հանգիստ սիրտ։ Վերջերս շատ եմ լսում դա եւ իրականում ինձ դուր է գալիս։ Հանգիստ սիրտ։ Առաջին Պետրոսի 3-ի 3 եւ 4 խոսքեր, որ ձեր զարդարանքը չլինի դրսից մազերը հյուսելը եւ հանգույցներով կապելը, եւ ոսկեղեններ շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը։ Այսպիսով նա ասում է, այդքան մի մտահոգվեք, թե ինչ տեսք ունեք, ինչ եք հագնում եւ ինչպես եք հարդարում ձեր մազերը։ Այլ սրտի ծածուկ մարդու ներքին զարդարանքը եւ գեղեցկությունը հեզ եւ հանդարտ հոգու անեղծ եւ չխամրող գրավչությամբ, որը անհանգիստ եւ լարված չէ, այլ Աստծո առջև շատ թանկագին է։ Այսպիսով հանգիստ սիրտը, հեզ ու խաղաղ հոգին շատ թանկագին են Աստծո աչքում։ Կա մի բան, որ ես հայտնաբերել եմ եւ շատ օգնել է ինձ։ Եվ դրա մասին խոսում է Աստվածաշունչը, ես իսկապես մեծ ուշադրություն չեմ դարձրել դրան կամ գործի չեմ դրել դա։ Սակայն Աստվածաշունչն ասում է՝ լցվեք հոգով, ձեր մեջ խոսելով սաղմոսներով, օրհներգերով եւ հոգեվոր երգերով, եւ ձեր սրտերում մեղեդի երգելով Տիրոջը։ Ես բացահայտել եմ, որ հրաշալի երգիչ չեմ, բայց կարող եմ քթի տակ երգել, այնպես որ օրվա ընթացքում իմ սրտում մեղմ մեղեդի է հնչում, եւ գուցե ժամանակ առ ժամանակ քթիս տակ մի քանի բառ եմ երգում, երբ ոչ ոք չի լսում։ Եվ գիտեք ինչ, քանի դեռ այդպես եք վարվում, չեք կարող ձեր միտքը կենտրոնացնել անհանգստացնող բաների վրա։ Ես հայտնաբերել եմ, որ դա ինձ շատ է օգնում։ Այնպես որ, եթե չես կարող երգել, կարող ես քթիդ տակ բառեր ասել, իսկ եթե կարող ես երգել, երգիր, բայց եկեք երգենք մեր սրտերում, որպեսզի սատանան չկարողանա մեր միտքը լցնել անհանգստացնող բաներով։
Փիլիպեցիների 4:6 եւ 7 Իմ սիրելի խոսքերից մեկը, երբ սկսում եմ անհանգստանալ ինչ-որ բանի համար, սա Սուրբ գրային առաջին խոսքն է, որ օգտագործում եմ։ Ես բացում եմ Աստվածաշունչս եւ կարդում այն կամ մտորում եմ դրա շուրջ կամ բարձրաձայն դավանում։ Մի անհանգստացեք կամ մի տագնապեք որևէ բանի համար, այլ ամեն պարագայում եւ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով, հստակ խնդրանքներով և գոհությունով։ Գիտեք, իսկապես գոհացող մարդը հակված չէ այդքան շատ անհանգստանալու կամ տագնապելու։ Ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն, և Աստծո խաղաղությունը կլինի ձերը։ Թույլ տվեք առաջարկել, որ այն պահին, երբ սկսեք անհանգստանալ ինչ-որ բանի համար, ձեր երեխաների, ամուսնության, աշխատանքի, ֆինանսների, եղանակի, ապագայի կամ որևէ այլ բանի համար, շատ երկար մի սպասեք, որովհետև որքան երկար սպասեք, այնքան խորը ինչ-որ բան կարմատանա ձեր մեջ և նույնքան դժվար կլինի հեռացնել։ Այն պահին, երբ Սուրբ Հոգին հայտնի ձեզ, որ անհանգստանում եք, սովորություն դարձրեք կիրառելու այդ խոսքը։ Մի անհանգստացեք որևէ բանի համար, այլ ամեն բանում։ Ինչի միջով եք անցնում հենց հիմա։ Դա հենց ամեն բանի մի մասն է, ամեն բանի մի մասը։ Գրված է, որ անհանգստանալու փոխարեն աղոթեք և շատ հստակ աղոթեք։ Գոհությունով նշանակում է, որ նույնիսկ եթե խնդիր ունեք, որոնք են մյուս բաները, որոնց համար կարող եք գոհանալ։ Ես հավատում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի կյանքում կան ավելի շատ բաներ գոհանալու, քան անհանգստանալու համար։ Պարզապես մեր միտքը պետք է ուղղենք ճիշտ բաներին։ Սաղմոս 37:1-ում ասվում է. Մի բարկացիր չարերի վրա։ Այսօր աշխարհը լի է չարագործներով, այնպես չէ։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ մենք չպետք է բարկանանք կամ անհանգստանանք նրանց պատճառով։ Մի նախանձիր անօրինություն գործողներին։ Ինչու պիտի նախանձենք ինչ-որ մեկին, որն անօրինություն է գործում, որովհետև թվում է, թե անօրեններն ավելի օրհնված են, քան նրանք, ովքեր ջանում են ճիշտ վարվել։ Գիտեք ինչ եմ հայտնաբերել։ Սատանան իրականում կարող է օրհնել մարդկանց, եթե նրանք պատրաստ են ծառայելու իրեն։ Դու ասում ես, ի՞նչն է ստիպում քեզ մտածել այդպես։ Երբ Հիսուսը 40 օր ու գիշեր թշնամու կողմից փորձվում էր անապատում, սա գրված է Ղուկասի 4-րդ գլխում։ Սատանան նրան ասաց. Եթե ծնկի իջնես և երկրպագես ինձ, այս ամենը քեզ կտամ։ Եվ նա ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և այն ամենը, ինչ դրանց մեջ է։ Նա ասաց, որովհետև ինձ է տրված այդ ամենը և ում որ կամենում եմ կարող եմ տալ։ Ո՞վ էր տվել այդ ամենը Սատանային։ Ադամը, երբ մեղանչեց, որովհետև նա ուներ իշխանությունը և բոլոր բարիքները, որ Աստված տվել էր նրան, բայց մեղքի միջոցով նա տվեց այդ ամենը Սատանային։ Ուստի Սատանան հիմա Հիսուսին ասում է, դա իմն է և կարող եմ տալ քեզ։ Թշնամու հետ փոխզիջման մի գնացեք, որովհետև հենց նա համոզի ձեզ այն, ինչ կարծում եք, թե օրհնություն է, կվերածվի մղձավանջի ձեր կյանքում։ Եվ ես լիովին համոզված եմ, որ ոչ ոք, նկատի ունեմ ոչ ոք, որքան էլ հայտնի լինի, որքան էլ շատ գումար ունենա, ինչ էլ ունենա, չեմ կարծում, որ կարող է իսկապես երջանիկ լինել զուտ նյութական բաներով։ Եթե չունի Աստծուն իր կյանքում, եթե չունի Հիսուսին իր կյանքում, որովհետև նա է ճշմարիտ երջանկության աղբյուրը։ Դուք կարող եք վայելել նյութական բաները, բայց մարմինը հետաքրքիր հատկություն ունի։ Երբ ձեր երջանկությունը հիմնված է դրանց և այն ամենի վրա, ինչ ունեք, շատ ժամանակ չի պահանջվի, որ այն հոգնի և մեկ այլ բանի կարիք ունենա, այնպես որ դուք մշտապես նոր բանի կարիք ունեք։ Դա գրեթե նման է թմրամոլին, որը մշտապես նոր չափաբաժնի կարիք ունի։ Մի բարկացիր չարերի վրա, մի նախանձիր անօրինություն գործողներին, որովհետև նրանք խոտի պես շուտով կկտրվեն և կանաչ խոտի պես կթառամեն։ Գիտեք, այսօր շատ բաներ են տեղի ունենում, և մենք կարող ենք ասել, դա պարզապես արդարացի չէ։
Ես մտածում եմ, որ ավելի լավ է ասել այսպես. Աստված գուցե արդարացի չէ, բայց դու արդար ես։ Դա նշանակում է, որ վերջին հաշվով նա կուղղի ամեն սխալ։ Հնարավոր է, որ դու անցնում ես մի ժամանակաշրջանի միջով, երբ թվում է, թե կյանքը պարզապես արդարացի չէ, եւ դու ամեն բան ճիշտ ես անում։ Սակայն քեզ հետ ճիշտ բաներ տեղի չեն ունենում, եւ մարդիկ, որոնք սխալ բաներ են անում, կարծես օրհնվում են։ Բայց հիշեք, վերջում հեզերը կժառանգեն երկիրը, եւ այս երկրի վերջը կգա։ Եվ անշուշտ մենք ասում ենք սա ամեն սերնդի օրոք, սակայն տեսնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում, մեծ թվով մարդիկ հավատում են, որ Հիսուսը շատ շուտով կվերադառնա իր եկեղեցու հետևից։ Եվ մենք պետք է մեր կյանքը ներդնենք այն ամենի մեջ, ինչն իսկապես կարևոր է։ Իսկ խաղաղությունը իսկապես կարևոր է։ Վստահ եղիր եւ հուսա Տիրոջը եւ բարիք արա։ Ինձ դուր է գալիս դա։ Ինչ ես անում, երբ խնդիր ես ունենում։ Վստահիր Աստծուն եւ բարիք արա։ Վստահիր Աստծուն եւ եղիր օրհնություն ինչ-որ մեկի համար։ 4-րդ խոսք. ցնծա Տիրոջով եւ նա կտա քեզ քո սրտի ուզածները։ Իմ սիրելի խոսքերից մեկը։ Ես դավանում եմ այդ խոսքը ամեն օր։ Ես կցնծամ Տիրոջով եւ նա կտա ինձ իմ սրտի ցանկությունները։ Հարկ չկա, որ մենք հետապնդենք այն ամենը, ինչ ցանկանում ենք։ Մենք կարող ենք խնդրել Աստծուց դրանք եւ պահել մեր ուշադրությունը նրա վրա ու վստահ լինել, որ ճիշտ ժամանակին նա կտա մեզ այն ամենը, ինչը ճիշտ է մեզ համար։ 57 տարի առաջ, երբ ամուսնացա Դեյվի հետ, սկեսուրս նվիրեց ինձ փոքրիկ սպիտակ King James աստվածաշունչ։ Այս խոսքը Սաղմոս 37:5-ը նա գրել էր աստվածաշնչի առջևում։ Տիրոջը հանձնիր քո ճանապարհը, քո բոլոր հոգսերը նրա վրա գցիր եւ նա կկատարի։ Անշուշտ այդ ժամանակ ես գաղափար չունեի, թե ինչ էր դա նշանակում։ Յուրաքանչյուրս գործելու մեր ձևերն ու ճանապարհներն ունենք, բայց մեր ճանապարհները չեն գործում, եթե դրանք չենք ստանում Աստծուց։ Ուստի խնդիրների համար անհանգստանալը մի բան է, որը չի գործում, որովհետև որքան էլ անհանգստանաս, քո իրավիճակը չի փոխվի։ Այսպիսով գրված է. Տիրոջը հանձնիր քո ճանապարհը, Աստված ոչ թե իմ, այլ քո կամքը լինի, եւ նա կկատարի։ Գիտեք, կռիվը շատ վտանգավոր բան է։ Կռիվը վեճն է, բուռն անհամաձայնությունը կամ թաքնված զայրույթը։ Կարծում եմ մեզնից շատերը կասեն, որ աշխարհը լի է այս ամենով, ամենուրեք վեճեր են։ Մարդիկ այնքան բարկացկոտ են այսօր։ Նրանք բարկացկոտ են, որովհետև գիտեն, որ ինչ-որ բան սխալ է, բայց եթե չեն ճանաչում Տիրոջը, չգիտեն, թե ինչ անեն դրա վերաբերյալ։ Բայց մենք չպետք է ապրենք այդպես։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Տիրոջ ծառան չպիտի կռվի։ Մենք պետք է աշխատենք մեր կյանքից հեռու պահել վեճերն ու կռիվները։ Հակոբոսի 4:2-ում գրված է, թե ինչից են այդ կռիվները։ Նախանձում եք եւ ցանկանում այն, ինչ ունեն ուրիշները, եւ ձեր ցանկությունները չեն իրականանում։ Ուստի դառնում եք մարդասպան, որովհետև ատել նշանակում է սպանել։ Քանի որ խոսքը սրտի մասին է, վառվում եք նախանձով եւ բարկությամբ եւ չեք կարողանում հասնել ձեր ուզածին։ Ունենալ բավարարվածություն, գոհունակություն եւ այն երջանկությունը, որ փնտրում եք, ուստի կռվում եք եւ պատերազմում։ Ընկնում եք կռվի մեջ, չունեք, որովհետև չեք խնդրում, ինձ դուր է գալիս սա։ Չգիտեմ, թե քանի տարի առաջ էր, բայց բավականին վաղուց էր, երբ այս խոսքն իրականում առանցքային նշանակություն ունեցավ ինձ համար։ Որովհետև իմ կյանքում կային շատ բաներ, որոնք ինքս էի փորձում իրականություն դարձնել։ Այս խոսքը ինձ ասում է, որ դու չես ստանում այն, ինչ ցանկանում ես, որովհետև չես խնդրում, դու փորձում ես ինքնուրույն հասնել դրան։ Դու փորձում ես իրականություն դարձնել այն, ինչ միայն Աստված կարող է իրականացնել։ Մտածիր այդ մասին։ Գուցե մի փոքր ժամանակ հատկացնես եւ մտածես դրա մասին, երբ հաղորդումն ավարտվի։ Ինչն է իրականում վհատեցնում քեզ։ Խնդիրը, որ ունես, թե այն փաստը, որ չես վստահում Աստծուն, խնդիրը լուծելու համար։
Այն պահին, երբ վստահում ենք Աստծուն, խաղաղությունը լցնում է մեր սիրտը։ Մեկ այլ բան, որ կգողանա ձեր խաղաղությունը կամ միջոց, որը կարող է ավելացնել ձեր խաղաղությունը, կշռադատումներից հեռու մնալն է։ Աստված առեղծվածներով լի է, եւ որքան երկար եմ քայլում նրա հետ, այնքան ավելի եմ հասկանում դա։ Կան շատ բաներ, որ Աստված անում է եւ մենք չենք հասկանում։ Բայց մեր գործը հասկանալը չէ, այլ վստահելը։ Աստվածաշունչը Կորինթացիների առաջին թղթի 13-ում ասում է, որ հիմա մենք գիտենք մասամբ, բայց կգա այն օրը, երբ կգիտենանք այնպես, ինչպես գիտեցված ենք, մի օր մենք կիմանանք ամեն բան։ Միթե դա հրաշալի չի լինի, բայց հիմա մենք պետք է բավարարվենք չիմանալով։ Ես չգիտեմ ձեր մասին, բայց ես այն մարդկանցից էի, որ պետք է իմանայի։ Ես պետք է կշռադատեի, հասկանայի, մտածեի, պարզեի ու անհանգստանայի, մինչև որ հանգեի մի բանի, որը ողջամիտ էր թվում։ Եվ շատ անգամներ ես սխալ էի։ Կշռադատելը փորձելն է պարզելու, թե ինչու է ինչ-որ բան տեղի ունեցել, կամ ինչ կարող ենք անել այդ կապակցությամբ։ Աստված ակնկալում է, որ մենք մտածենք։ Բայց մարմնավոր միտքը զգացողությունն ու բանականությունն է առանց Սուրբ Հոգու։ Այնպես չէ, որ Աստված չի ցանկանում, որ միտքդ աշխատեցնես եւ մտածես ինչ-որ բանի մասին, բայց մենք պետք է անենք դա Սուրբ Հոգով։ Իրականում Եսայի մարգարեությունում կա մի խոսք, որն ասում է. «Եք միասին կշռադատենք»։ Լավ է, երբ Տիրոջ հետ մտորում ես ինչ-որ բաների շուրջ եւ մի մտքից մյուսն ես անցնում, բայց ես մշտապես ասում եմ, ես գիտեմ, որ չափազանց հեռու եմ գնացել, երբ սկսում եմ շփոթվել։ Եթե հենց հիմա շփոթված ես ինչ-որ բանի վերաբերյալ եւ շարունակ ասում ես Աստված, ես չեմ հասկանում, ինչու, Աստված, ինչու։ Պատճառն այն է, որ դու փորձում ես հասկանալ այն, ինչի պատասխանը միայն Աստված ունի, ու նա չի ասում դա եւ հնարավոր է, որ երբեք էլ չասի։ Դու չես կարող շփոթվել, եթե վստահությունդ ուղղված է Աստծուն։ Հակոբոսի 1:22-ում ասվում է. «Եղեք խոսքը կատարողներ»։ Հնազանդվեք ուղերձին։ Այսօր ձեզ քարոզում եմ խոսքը, եւ այն ձեզ ոչնչով չի օգնի, եթե միայն լսեք ու գործի չդնեք ձեր կյանքում։ Եթե մնաք իմ խոսքի մեջ, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ դուք կճանաչեք ճշմարտությունը, եւ այն ձեզ ազատ կարձակի։ Կուզեի, որ այդ խոսքը գրողներն ասեին. Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ եթե կիրառեք այն ձեր կյանքում, այն ձեզ ազատ կարձակի։ Հասկանում եք, ձեզ ազատ կարձակի ոչ թե խոսքը կարդալը կամ այն իմանալը կամ այն մեջ բերելը կամ այն ձեր Աստվածաշնչում ընդգծելը կամ այն պատին փակցնելը, այլ ձեր կյանքում գործի դնելը։ Մտածեք, թե որքան խաղաղություն ունեք։ Որքան խաղաղություն է ձեզ պակասում։ Ինչ եք պատրաստ փոխելու ձեր կյանքում, որպեսզի ունենաք այն խաղաղությունը, որ վեր է հասկացողությունից։ Դա նշանակում է, որ դուք կարող եք ունենալ մեծ խնդիր եւ միաժամանակ լինել լիակատար խաղաղության մեջ։ Տրամաբանական չէ, բայց դուք ունեք Աստծո խաղաղությունը, որովհետեւ ձեր վստահությունն ուղղել եք նրան։ Եղեք խոսքը կատարողներ։ Հնազանդվեք ուղերձին։ Եվ ոչ թե պարզապես լսողներ, մատնելով ինքներդ ձեզ խաբեության, անելով դատողություններ, որոնք հակասում են ճշմարտությանը։ Երբ մենք սկսում ենք դատողություններ անել, կարող ենք հեշտորեն խաբվել եւ մտածել, թե ինչ որ բան ենք պարզել, երբ իրականում նույնիսկ գաղափար չունենք, թե ինչ է կատարվում։ Հռոմեացիների 8:6-ում ասվում է. այժմ մարմնի խորհուրդը, մարմնավոր միտքը, զգացողություն եւ դատողություն առանց Սուրբ Հոգու ինձ դուր է գալիս սա, մահ է, մահ, որը ներառում է մեղքից բխող բոլոր տառապանքները, բայց Սուրբ Հոգու խորհուրդը, Հոգու միտքը կյանք է եւ Հոգու խաղաղություն, թե հիմա, թե հավիտյան։ Եվ մենք սիրում ենք այս խոսքը Առակաց 3:5-8։ Ամբողջ սրտով ու մտքով վստահիր, ապավինիր Տիրոջը եւ մի վստահիր քո հասկացողությանը։ Գիտեք, այնքան հրաշալի է ունենալ այն զգացողությունը, որ պետք է հասկանաս ամեն բան։
Ես երկար ժամանակ եմ տանջվել դրանից, արդյոք դու նույնպես այն մարդկանցից ես, որ շարունակ կշռադատում են, տրամաբանում, դու մտածում ես ամեն ինչի մասին եւ շարունակ միտքդ պտտվում է նույն բանի շուրջ, փորձելով հասկանալ դա, ինչու սա պատահեց, ինչ կարող եմ անել դա փոխելու համար։ Իմ կյանքում ես երկար ժամանակ եմ անցկացրել ասելով. Ինչու Աստված, ինչու եւ երբ Աստված, երբ։ Իսկ Աստված չի ցանկանում լսել դա, նա ցանկանում է լսել այս խոսքերը։ Ես չեմ հասկանում սա, բայց վստահում եմ քեզ։ Ես գիտեմ, որ դու բարի ես եւ արդար։ Թեև այն, ինչ կատարվում է հիմա, անարդարացի է թվում, ես հավատում եմ, որ դու կուղղես այն։ Հովսեփն իր եղբայրներին ասաց. այն, ինչ չարիքի համար նախատեսեցիք, Աստված խորհեց բարիքի համար, ինձ դուր է գալիս դա։ Նրանք շատ վատ վարվեցին Հովսեփի հետ, սակայն նա չվրդովվեց դրանից։ Միգուցե ինչ-որ մեկը վատ է վարվել քեզ հետ։ Գուցե ստել են քո մասին կամ դավաճանել կամ մերժել ու խաբել քեզ, գիտես ինչ։ Վստահիր Աստծուն դրա համար։ Ների՛ր նրանց, աղոթիր նրանց համար։ Եվ ամբողջ իրավիճակը հանձնիր Աստծուն, եւ թող նա լինի քո պաշտպանը այս եւ մյուս իրավիճակներում։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան, եւ նա կուղղի քո ճանապարհը։ Սովորաբար ամեն առավոտ, երբ արթնանում եմ, առաջին բաներից մեկը, որ ասում եմ, սա է. Աստված, խնդրում եմ, որ օգնես ինձ այն ամենում, ինչ անելու եմ այսօր։ Բայց մի քանի օր առաջ ես արթնացա եւ դեռևս կիսով չափ քնած էի, երբ լսեցի իմ խոսքերը. Տեր, ես կօգնեմ քեզ այն ամենում, ինչ այսօր անելու ես։ Նա իմ օգնության կարիքը չունի, բայց ենթադրում եմ, որ ես պատրաստ էի օգնելու նրան կառավարելու աշխարհը։ Մենք նրա կարիքն ունենք, Հիսուսն ասաց. առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Դու քո աչքի առջև իմաստուն մի եղիր, ինձ դուր է գալիս դա, որովհետև ինձ համար դա նշանակում է նույնիսկ մի մտածիր, թե այնքան խելացի ես, որ կարող ես գլուխ հանել քո խնդիրներից։ Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է սովորենք վստահել Աստծուն։ Դատողություններ անելը բերում է շփոթություն։ Ճանաչիր Աստծուն քո բոլոր ծրագրերում։ Եվ ամեն օր կարող ես ասել այս պարզ խոսքերը. Աստված, եթե ունեմ ծրագրեր, որոնց դու համաձայն չես, ես պատրաստ եմ փոխելու դրանք։ Այնպես չէ, որ մենք չենք կազմում ծրագրեր, ամեն օր ես ծրագրեր եմ կազմում։ Ես ծրագրել եմ, որ երբ այս հաղորդումն ավարտեմ, կեսօրին այսինչ բանն եմ անելու։ Բայց եթե Աստված ուրախ չէ այդ ծրագրի համար, ես ավելի քան ուրախ եմ փոխելու այն։ Որովհետև Աստծո հետ 48 տարի քայլելուց հետո սովորել եմ, որ Աստծո կամքից դուրս լինելը աշխարհում ամենավատ վայրն է, որ կարող ես լինել։ Եվ վերջապես ուզում եմ այսօր ասել. փնտրեք խաղաղություն։ Գտեք, թե ինչն է գողանում ձեր խաղաղությունը։ Այդ մասին կխոսենք վաղը, բայց պարզեք, թե ինչն է գողանում ձեր խաղաղությունը եւ սկսեք վերացնել դա ձեր կյանքից։ Որովհետև կան որոշակի բաներ, որոնք թշնամին օգտագործում է մեր կյանքում մեր խաղաղությունը գողանալու համար։ Առաջին Պետրոսի 3:10 եւ 11-ում կա մի հրաշալի խոսք, որն ասում է. Մենք պետք է փնտրենք խաղաղություն, հետամուտ լինենք դրան եռանդուն կերպով։ Խաղաղություն Աստծո հետ, խաղաղություն ինքներս մեզ հետ եւ խաղաղություն մեր մերձավորի հետ։ Հիսուսի անունով ես աղոթում եմ, որ Աստծո խաղաղությունը լցնի ձեր սիրտը եւ կյանքը։ Եվ այնքան ծարավ լինեք այդ խաղաղությանը, որ պատրաստ լինեք անելու ամեն անհրաժեշտ բան այն ունենալու համար։ Աստված օրհնի ձեզ, մենք հոգ ենք տանում ձեզ համար, մենք սիրում ենք ձեզ։ Եթե ունեք աղոթքի խնդրանք ինչ-որ բան, որի համար կցանկանաք, որ աղոթենք, կարող եք ուղարկել այն եւ հայտնել առցանց։ Շնորհակալություն այսօր մեզ հետ լինելու համար, վաղը կրկին կմիանաք մեզ, Աստված օրհնի ձեզ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։